Ողջույն բարեկամներ, շարունակում ենք անցած նյութի կրկնությունը, վարժություն 7, էջ 164, 7-րդ վարժությունը պահանջում է բայերը փակագծի միջի գրել ճիշտ ժամանակաձևով, իսկ մենք անցել ենք present simple ժամանակաձևը, ուրեմն present simple ժամանակաձևով, առաջին նախադասություն, he to go to school every morning. Նա to go. Ուրեմն ենթակա ստորոգյալ he, նա go ստորոգյալ։ Հիշենք, որ present simple-ում բացի երրորդ դեմք եզակի թվից, իսկ որն է երրորդ դեմք եզակի թիվը, he, she, it, he տղաների համար, she աղջիկների համար եւ it թրջուն կենդանի անշունչ առարկա։ Ուրեմն բացի երրորդ դեմք եզակի թվից, մյուս բոլոր դեպքերում բայը վերջավորություն չի ստանում։ Միայն երրորդ դեմք եզակի թվում վերջավորություն ստանում է s կամ es։ Հիմա առաջին նախադասությունը he ենթակա go, եթե he երրորդ դեմք եզակի թիվ, ուրեմն go-ն կստանա es վերջավորությունը։ Ինչու es եւ ոչ s, որովհետեւ o ձայնավորից հետո անմիջապես s չի գրվում, պետք է գրվի es։ He goes to school every morning. Երկրորդ նախադասություն she, հենց նախադասությունը սկզբից նայում ենք անմիջապես she, երրորդ դեմք եզակի թիվ, այլևս երկար բարակ մտածելու կարիք չկա։ She եւ փակագծում do, ուրեմն կլինի she does։ Եղավ she does her lessons։ Երրորդ նախադասություն, դեր անունը I, առաջին դեմք, նորից երկար բարակ չենք մտածում, I եւ read, վերջավորություն չի ստանում բայը, I read a book in the evening։ Չորրորդ վարժություն, they, նրանք, հոգնակի թիվ, երրորդ դեմք, նորից, նայում ենք, հոգնակի թիվ երրորդ դեմքում, վերջավորություն բայը չի ստանում, ուրեմն they play computer games։ Մյուսը, we, նորից ենթական we, մենք, առաջին դեմք, հոգնակի թիվ, վերջավորություն բայը չի ստանալու, we wash our hands and face every morning։ Նախավերջին նախադասությունը his father, ով, նրա հայրը, ուրեմն նա, այսինքն երրորդ դեմք եզակի թիվ, ուրեմն բայը փակագծի միջի պետք է ստանա es վերջավորությունը, ինչու es եւ ոչ թե s միայն, որովհետև բայը վերջանում է ch տառակապակցությամբ, իսկ եթե բայը վերջանում է ch տառակապակցությամբ, ուրեմն բային կավելանա es վերջավորությունը, կստացվի his father watches TV in the evening։ Վերջին նախադասությունը Anne-ը երրորդ դեմք եզակի թիվ է, ուրեմն բայը փակագծի միջի պետք է ստանա es վերջավորությունը, Anne goes to bed at 9 o'clock։ Վարժություն 8 Նախադասությունները դրված են հաստատական նախադասություններ, պետք է դարձնենք հարցական եւ ժխտական, ուրեմն նույն նախադասությունը կկարդանք հաստատականով, մեկ առաջին դեպքում կդարձնենք հարցական, այնուհետև կդարձնենք ժխտական։ He watches TV in the evening. He, նայում ենք, he watches, արդեն պատրաստի ունենք կառուցվածքը։ Հարցական ինչպես ենք դարձնում։ Ուրեմն ասացինք present simple-ը պետք է դու կամ դաս օժանդակ բայի միջոցով կառուցվի։ He, երրորդ դեմք եզակի թիվ է, ուրեմն նրանից առաջ պետք է օժանդակ բայ լինի does։ Does he watch? Yes-ը պետք չէ, որովհետև այս yes-ը արդեն այստեղից դուրս է եկել եւ միացել է do-ին, դարել է այստեղ does։ Does he watch TV in the evening? Պետք է ասենք նա չի դիտում հեռուստացույց։ Հիմա he watches, պետք է ասենք he doesn't, այստեղ կլինի doesn't եւ watch առանց es-ի։ I often play computer games։ Ուրեմն գլխավոր ենթակա եւ ստորոգյալ I play
վերջավորություն չունի, որովհետև առաջին դեմք է, ուրեմն այստեղ պետք է լինի ոչ թե does, այլ do, որովհետև առաջին դեմք է։ Do I play computer games? Հիմա ես չեմ խաղում համակարգչային խաղեր։ I don't, այստեղ don't play computer games։ Մյուսը Anne goes to school after breakfast։ Նախաճաշից հետո Anne-ը գնում է դպրոց։ Anne-ը երրորդ դեմք եզակի թիվ է, պատրաստի ունենք արդեն կառուցվածքը Anne goes, հարցականը, ուրեմն կլինի այստեղ does Anne go, առանց yes-ի, to school after breakfast։ Մյուսը My father works on Saturday and Sunday։ My father ով է նա, հայրիկը նա, ուրեմն երրորդ դեմք եզակի թիվ, ուրեմն ստացել է S վերջավորությունը։ Հիմա հարցականը, քանի որ երրորդ դեմք եզակի թիվ է, այստեղ does my father work, առանց s-ի, on Saturday and Sunday։ Վերջին նախադասությունը His mother is a housewife։ Այստեղ ունենք is օժանդակ բայը, որը հարցական նախադասության մեջ գալու է նախադասությունից առաջ։ Is his mother a housewife, արդեն նորից չենք կրկնում, որտեղ is եկել է նախադասությունից առաջ։ Is his mother a housewife, պետք է ասենք նրա մայրը տնային տնտեսուհի չէ։ His mother is կավելանա չէ, is not a housewife։ 9-րդ վարժություն։ Ժխտական նախադասությունները պետք է դարձնենք հաստատական։ I don't go to school every day։ Ես ամեն օր դպրոց չեմ գնում։ Հիմա պետք է ասեք գնում եմ։ Որպեսզի ասեք գնում եմ, այս չն պետք է վերացնենք այստեղից, չպետք է ասենք, ուրեմն առանց don't-ի։ I go to school every day։ Մյուսը He doesn't read a book in the evening։ Նա չի կարդում գիրք երեկոյան։ Պետք է ասենք կարդում է, որպեսզի ասենք կարդում է, պետք է ասենք նա եւ այս ժխտական չն պետք է վերացնենք այստեղից, դուրս պիտի գա այստեղից։ He read, բայց s վերջում, որովհետեւ երրորդ դեմք եզակի թիվ է։ He reads a book in the evening։ My father doesn't work in the garden։ Իմ հայրիկը չի աշխատում պարտեզում, այգում։ Հիմա my father-ը երրորդ դեմք եզակի թիվ է, doesn't work, այս doesn't-ը վերացնելու ենք։ Պատասխանի հաստատականի ժամանակ այստեղ ավելանալու է work-ից հետո s, որտեղ երրորդ դեմք եզակի թիվ է։ My father works in the garden։ They don't live in London։ Նրանք չեն ապրում Լոնդոնում։ Պատասխանի ժամանակ don't-ը վերացնում ենք they, քանի որ հոգնակի թիվ է, երրորդ դեմք հոգնակի թիվ եւ հոգնակի երրորդում վերջավորություն բայ չի ստանում, կմնա նույնը։ They live in London։ His mother doesn't clean the house։ Նրա մայրը տունը չի մաքրում։ Հիմա doesn't-ը կվերացնենք, այստեղ մեզ արդեն պետք չի գա պատասխանի ժամանակ, his mother-ը երրորդ դեմք եզակի թիվ է, ուրեմն բայը պետք է ստանա s վերջավորությունը։ His mother cleans the house։ Անցանք 10-րդ վարժությանը։ Ուրեմն պետք է տեղադրենք կետերի փոխարեն հարց։ Where, որտեղ մենք արդեն անցել ենք այս հարցական դերանները։ Where, որտեղ, what, ինչ, who, ով, how, որքան, ինչքան, when, երբ։ Old are you, տանիքն է հարցնում։ How old are you? Պատասխանը I am 7, ես 7 տարեկան եմ։ Հիմա պատասխանում է անունը Anne է, ուրեմն հարցնում է այստեղ ինչ է քո անունը։ Ինչ? What is your name? My name is Anne։ Հաջորդ նախադասությունը Is your bag, կետեր, is your bag, պատասխանը it is on the table,
Հուշում է պատասխանը, որ ասում է սեղանի վրա է, ուրեմն պետք է հարցնի որտեղ է քո պայուսակը, որտեղ where is your bag, որտեղ է քո պայուսակը, it is on the table, այն սեղանի վրա է։ Պատասխանում է ես դպրոցական տղա եմ, ուրեմն այստեղ պետք է հարցնեք what do you do, ես դպրոցական, դու ինչ ես, երբ ասում է what do you do, փաստորեն հարցնում է դու ինչ ես, այսինքն աշակերտ ես, ուսուցիչ ես, բժիշկ ես, բանվոր ես, մի խոսքով նրա աշխատանքն է հարցնում, what do you do, I am a schoolboy, ժամը 6-ին, ուրեմն երբ, when does he come home, երբ է նա գալիս տուն, պետք է պատասխանեք այս կետերի տեղն էլ պետք է տեղադրենք, ուրեմն when does he come home, պատասխանի ժամանակ when-ը մեզ պետք չէ, does-ը պետք չէ, օժանդակ բայը, կսկսենք նախադասությունից he-ից, ենթակայից he comes, քանի որ երրորդ դեմք եզակի թիվ է, he comes home at 6 o'clock. Հիմա պատասխանում է Mr. Brown, պետք է հարցնենք ով է քո հայրը, որպեսզի պատասխանի, ասի իմ հայրը Mr. Brown-ն է, who, այստեղ who, ով, who is your father, my father is Mr. Brown, պատասխանը at 7 o'clock, ժամը 7-ին, պետք է ուրեմն ժամի հետ when ասենք, երբ, when do you get up, երբ ես արթնանում, I get up at 7 o'clock, he is 11, պատասխանը, նա 11 տարեկան է, պետք է հարցնենք, քանի տարեկան է Jim-ը, how old is Jim, պատասխան he is 11, in London, ուրեմն որտեղ է ապրում, where does he live, where, որտեղ է նա ապրում, he lives in London, երկրորդ և վերջին վարժություն, պետք է համապատասխանեցնենք թվերը գրված բառերի հետ, ուրեմն նայենք ներքևի օրինակով 24-ից գնում է slug, տառերով 24, այնուհետև տառերով գրված է 24, ուրեմն թիվ և բառ, հաջորդը վերևից սկսենք, 30, 30, գտնում ենք տառերով գտնված 30, որտեղ է գտնվում 30, ահա, այ այստեղ 30, ուրեմն ձեր սլակով կբերեք 30, այս թիվը կապույտով կբերեք սլակով, այստեղ 30, 65, համապատասխանը բառով, տեսնենք որտեղ է գրված 65, փնտրում ենք, փնտրեք 65, այ այստեղ, սլակով եկանք 65, այ եկանք այստեղ, 100, 100, տեսնեք որտեղ է գրված 100, այստեղ, սլակով եկանք այ 100 բառի վրա, մյուսը 43, 43, փնտրում ենք 43, ահա, մոտիկ, 43, հիմա եկանք այստեղ մեջտեղը 91, 91, փնտրում ենք 91, այստեղ սլակով եկավ այստեղ, 85, 85, այստեղ 85 մոտ է սլակով, 40, 40, 40 այստեղ, 40 սլակը եկավ, 92, 92, այստեղ 92, գտանք, մյուսը 36, 36, գտնենք 36-ը, ուր է 36-ը, 36, այստեղ մոտիկ 36, և 57-ը, 57, փնտրում ենք 57 այստեղ սլակով,
Վերջացրինք մեր կրկնության դասը, վերջին դասներ կրկնության։ Հուսով եմ ամեն ինչ պարզ էր, հասկանալի, որովհետև շատ մանրամասն բացատրել եմ։ Իսկ եթե ինչ-որ բան հասկանալի չէր, ինչ-որ բան անհասկանալի մնաց, գրեք մեկնաբանությունների բաժնում, անպայման կպատասխանեմ սիրով, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղյակ լինեք մեր հաջորդ դասերի մասին, հավանեք մեր էջը, իսկ ես դասընթացի լինքը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Goodbye.